Ողջույն, շարունակում ենք Cisco Packet Tracer-ը լաբորատոր աշխատանքների շարքը։ Այս դասում մենք խոսենք username-ների, password-ների եւ կկոնֆիգուրացնենք բանալները, հա։ Բանալները դուք կտենաք դա ինչով։ Երեք վերցնենք մենք PC, մեկ ցանկացած ցանցային սարք, switch, կպցնենք այն կոնսոլով, հա։ Ահա։ Գանք այստեղ desktop command prompt, չէ, կներեք, command prompt չէ, terminal, okay։ Ահա մենք կպատենք մեր switch-ին enable conf t, բերեք կոնֆիգուրացնենք մեր username admin, password Cisco, հա, եւ username adm, հա, password ու մեծատառ Cisco։ Okay, տանք end, exit տանք, հա, եւ logout տանք։ Տեսնում եք, որ password չի ուզում, քանի որ մենք կպած ենք կոնսոլով, պետք է նաև կոնֆիգուրացնենք կոնսոլը։ Line console 0, ուրեմն հիշում եք, եթե մենք հավաքում էինք այստեղ login, ապա նա ուզում էր line console-ի տակից կոնֆիգուրացված password-ը, հա, այստեղ եթե հավաքենք password, օրինակ Cisco սեղմենք enter եւ սեղմենք հավաքենք login, սեղմենք enter, ապա միացնելուց դուք հավաքելու եք այստեղի կոնֆիգուրացված password-ը։ Սակայն մեզ պետք է, որպեսզի կոնսոլով login լինելուց մեզ ուրեմն ուզի local, հա, username եւ password-ը, login local։ Տալիս ենք end, exit եւ տեսնում եք username-ը, պետք է հավաքենք admin եւ Cisco։ Ահա մենք կպանք ուրեմն մեր սարքին, բերեք logout տանք, հավաքենք admin եւ մեծատառերով հավաքենք Cisco։ Տեսնում ենք, որ այս դեպքում այն չընդունեց մեզ, հա։ Բերեք հավաքենք մեծատառ admin եւ մեր սովորական password-ը։ Տեսնում եք, որ այստեղ ուրեմն password-ը, այսինքն username-ը դուք կարող եք մեծատառ փոքրատառ հավաքել, այն ասենք ասած case sensitive չի, իսկ password-ը պարտադիր case sensitive է։ Բերեք միանգամից կոնֆիգուրացնենք բաներները, որպեսզի հասկանանք, թե ինչ են դա։ Ուրեմն banner motdd, banner of the day, հա, սա ուրեմն ճիշտ չէ։ Так, այստեղ դուք կարող եք ցանկացած սիմվոլ դնեք, սա նշանակում է, որ բաները կոնֆիգուրացնելու համար դուք հավաքում եք ցանկացած տառ եւ սիմվոլ, այն չի երևալու, այն նշանակում է ուրեմն բաների սկիզբը, հա, մենք այստեղ գրում ենք սա banner motdn, տալիս ենք enter եւ սա նշանակում է վերջ։ Ահա, մենք կոնֆիգուրացրեցինք։ Այս նշանները չեն երևալու։ Բերեք banner login-ներ կարգավորենք, banner, ուրեմն login, այստեղ banner login-ը չկա, բայց ոչինչ։ Նույն ձև է կոնֆիգուրացում, դա login լինելուց հետո է հայտնվում։ Բերեք exit տանք, enter տանք եւ տեսնում եք, սա նշանակում է սա banner motdn, message of the day, հա։ Դուք կարող եք այստեղ ցանկացած բան գրել, օրինակ, որ այլ user-ներին չի կարելի գտնել այս սարքին։ Այն հայտնվելու է ուրեմն հավաքելուց հետո։ Դա ուրեմն banner login-ն է։ Բերեք, փորձենք տեսնենք, հնարավոր է սրա վրա չկա, բայց router-ը ինչ որ router-ի վրա այն լինի։ Так, կպցնենք console-ով, այսպես։ Գանք այստեղ մեծացնենք, desktop, terminal, okay, no, enable conf t, banner login, ահա, banner login-ը այստեղ կա։ Հավաքենք այստեղ, սա banner login-ն է, հա, որպեսզի դուք տեսնեք, այսի sense, ուրեմն նաև banner motdd, տվյալ դեպքում օրինակ մեր delimiter-ը մեծատառ d-ն է, սա ուրեմն motdd banner-ն է, enter, մեծատառ d, վերջացրեցինք։ Հիմա տանք end ու log out։ Տեսնենք, սա banner motdd-ն է։ Մենք պետք է նաև login, ուրեմն մի մեկ վայրկյան, enable տանք, username-ը հավաքենք, conf t, username Cisco, հա, username Cisco, password Cisco։ Տանք end, log out, ահա, սա banner motdd-ն է, տանք enable, կներեք, line console-ն է պետք է կոնֆիգուրացնենք, line console 0, login local, ահա, սա հիմա աշխատելու է։ Տանք log out, ուրեմն տեսնում եք, սա banner motdd-ն է, սա banner login-ն է, այսինքն login հավաքելուց այն ուրեմն մի անում է motdd-ն միշտ կա, սա էլ ուրեմն login հավաքելուց։
բերեք տանք Cisco և Cisco, այսպես, տանք End, հուսով եմ հասկացաք, այսքանը այս դասի համար, շնորհակալություն։